Բարև ձեզ սիրելի հայրենագիցներ, այսօրվա նյութս հայերեն լեզուն է։ Եթե մենք հայ ենք, հայ ժողովուրդ ենք, մեր հայրենիքը Հայաստան է, մեր լեզուն հայերեն է, ինչու համար Հայաստանի մեջ հայերեն լեզվուն չի քննադատվիր և հայերեն բարաբաշարով պետական անձիկ չեն հաղորդակցիր։ Սպիրկի մեջ հասկանալի է, դարբեր երկիրներու մեջ գազտվին դեղական լեզուներ են, խոսակցական լեզուն ընդհանրապես խառն է, քրական լեզու մեծ մասամբ ավելի մաքուր է, քան թե Հայաստանի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրություն ունի։ Այդ սահմանադրության մեջ նշտված է հստակորեն, որ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական լեզուն քրական հայերեն է։ Քրական հայերեն կնշանակե օտար բառեր պետք չէ գործածվին։ Եթե օտար բառեր մխրճված են բառարանակետներու միջոցով կամ ենթարկվելով Հայաստանը, Ռուսաստանի և այլն, ռուսերեն բառերու գործածությունը հատ կարելի ընդունել քրական հայերենի մեջ։ Բայց ներողություն, խոսակցական հայերենի մեջ, բայց քրական հայերենը մաքուր պիտի լա։ Ցեվագերբում կա Հայաստանի մեջ թյուր հոգեբանություն, որ օտար բառեր գործածելով ինքնին հպարտ գցկան, որ օտար լեզու ծանոթ է։ Մանավանդ ընտառացած է Հայաստանի գաճարի և բարձրագույն կրթության հիմնարկներու մեջ, համալսարաններու մեջ, դպրոցներու մեջ, ավելի ընդառացած է Հայաստանի պետական կառույցներու մեջ, նախարարություններու մեջ, համայնքներու կառույցներու մեջ, հաղորդակցություններու մեջ, հեռադեսիլի մեջ, որ այբանելի և դատապարտելի է։ Օրենքներ կան Հայաստանի մեջ հայերեն լեզվի մասին, որ չեն հարկվիր, ընդհակառակը կոտնահարվի։ Կոտնահարվի նախարարությունը մինչև ազգային ժողովի հանդիպումներուն, լսումներու, վարչապետի ելույթներու ժամանակ։ Ինչու։ Ինչ է նպատակը։ Այս մարդիկ հայ չեն։ Եթե հայ են, մաքուր հայերեն բառաբաշարով պետք է հաղորդակցին։ Եթե օտար բառերու համարժեքները հայերեն չեն գիտեր, բառարան պիտի գործածեն։ Եթե Հայաստանի մեջ չկան այդ բառարանները, սպիրկի մեջ տված են։ Եգիպտոսեն մինչև Լիբանան, Լիբանանեն մինչև Վենեդիկ։ Այդ բառարանները գոյություն ունին, որ օտար գիտական, մշակութային, շարժապատկերի և այլ երաժշտական այլ բառերու հայերեն համարժեքները կան։ Չեն ստուգեր, ժամանակ չեն վատներ և օտար բառեր կգործածեն։ Հատիկա այբանելի մոլություն է, որ պետք է դուքանվի։ Այդ օրենքներու մասին պիտի կարդամ, որպեսզի հասկանաք, թե այդ օրենքները պետք է հարգվին։ Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության արձանագրված գլխավոր կետերու վրա պիտի ծանրանամ։ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական լեզուն է, կնշանակե քրական հայերեն և օտար բառեր պետք չէ գործածվին։ Հայաստանի Հանրապետության պետությունը նպաստում է ժամանակակից քրական հայերենի
կանոնագարմանը, փարագերդմանը, դերմինապանություն, որ եզրափանություն կրշնագե, ուղղակրության, ուղղախոսության, դարադարձության եւ գետադրության։ Աս կորզը գնե ներկա Հայաստանի վարչակարգը ոչ։ Հայաստանի Հանրապետությունը աջակցում է իր սահմաններուց դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանման եւ դարացման։ Այսինքն Հայաստանի ներկա վարչակարգը բարդավոր է արտասահմանի հայերուն լեզվի պահպանման եւ դարացման։ Այդ կորձը կգադարե ոչ։ Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղակրության միասնականացման, այսինքն ասի գրված է 1993-ին, ուրեմն մոտավորապես 32 տարի առաջ գրված լեզվի մասին օրենսդրությունն է, որ գսե հայերենի ուղղակրության միասնականացման, այսինքն ափեղանական եւ դասական ուղղակրությունը պետք է միասնականացվեր, կատարված է ոչ։ Հոդված 1 Պետական լեզվաքաղաքականություն, պետական լեզվի շահերի պաշտպանության բոլոր ոլորտներում պետական լեզվի գենսագործունության ապահովման ու զարգացման պիտի նպաստ է։ Այդ կգադարե ոչ։ Պետական լեզու Հայաստանի Հանրապետության պետության հոգացությամբ եւ հովանավորությամբ պիտի իրագործվի լեզվի հարցերը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը վարչակարգը հոգացություն եւ հոգատարություն պիտանի լեզվի։ Աս քետ չխոսինք 6 տարի առաջ ներկա վարչակարգի ժամանակ, որևէ հոգատարություն եւ հոգացություն չէ եղած լեզվի ընդհանրակը։ Լեզին քայքայված է աստիճանաբար։ Պաշտոնական լեզու հայոց լեզվի քերականության փարաբաշարի արտասանության կանոններուն ենթարկվող պաշտոնական գործառույթներուն եւ հասարակության քրական ու գիտական բանջներին ծառայող լեզու պիտի լինի։ Այսինքն մեկնաբանեմ պաշտոնական գործառույթներու ժամանակ հասարակության քրականության եւ գիտական բանջներու լեզուն քրական հայերեն պիտի լինի, այսինքն ոչ օդար բարեր գործածվի։ Քրական հայերենի կանոնարգումը լեզվի հիմնական քերականական օրենքների փարագերդման դերմինապանության միջոցով փարաբաշարի հարստացման եւ քերականական նոր կանոններու ստեղծման գործառույթը լեզվի օրենքները ադով պիտի ենթարկեն փարագերդում պիտի լա Հայաստանի մեջ որևէ հայերեն փարագերդում եղած է չէ վերցված է օդար արմատներ ածանցված է հայերեն մասնիկը եւ եղած է պլանավորել սուբսիդավորել եւ նման բարեր հանրության հրամցված է եւ ոչ թե մաքուր հայերեն բարերը լեզվական բարդականություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից եւ լեզվական հարաբերությունից փոխող ըստ-ըսունքներու պահպանում։ Այսինքն քրական հայերենը
հասարակական եւ հասարակական միջավայրի մեջ պետք է պահպանվի, որ չի պահպանվիր։ Գրթության լեզուն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գրթական եւ ուսումնական համագարկերում դասավանդման եւ դասյարակության լեզուն քրական հայերեն է։ Կացեք որևէ դպրոց կամ համալսարան, գետ շամ նստեցեք, ունգտրեցեք կոնկրետ, բյուջետ, կոռուպցիա, ինֆորմացիա եւ այլ լադիներեն, հունարեն, արաբերեն, բարսկերեն բառեր լեցուն է։ Երգա արդի Հայաստանի հայերենի մեջ կա 29640 օդար անհարգի բառեր։ Հաջորդը հոդված 3 քաղաքացիների լեզվական բարդականությունը Պաշտոնատար անցիկ եւ սպառման առանցին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բարդավոր են դիրապետել քրական հայերենին, այսինքն որևէ pedagogan պաշտոնյան Հայաստանի մեջ բարդավոր է քրական հայերենով հաղորդակցի, վարչապետեն մինչև աղբահավաքը Ադե օրենքը եւ այդ օրենքը պետք է հարգվի։ Հաջորդը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթներու լեզուն քրական հայերենն է։ Այսինքն թիվանակետները, քաղաքակետները, տեսփանները բարդավոր են մաքուր քրական հայերենով հաղորդակցին։ Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բարդավոր են ապահովել քրական հայերեն լեզվի անաղարդություն, ըստագորեն գծե տեսփան, թիվանակետ, հերադեսիլի մեջ ելույթ ունեցողները, փանավեճերու մեջ պետք է մաքուր հայերեն փառաբաշարով կործածեն եւ լեզվի անաղարդություն բահեն։ Հոդված 4 Հայաստանի Հանրապետության pedagogan մարմինները, ցերնարգությունները, հիմնարկները, գազམ་ագերբությունները բարդավոր են կործավարությունը կատարել քրական հայերենով Եզլեզվի անաղարդություն բայել, ցուցանակները, ծևաթուղթերը, թրոշմանիշները, նամականիշները, գնիկները, միջազգային, փոստային, ադիգանամագային բիդլա, ծրարները, կովաստի բոլոր միջոցներու ծևավորումները պետք է ըլլան քրական հայերենով։ Երևանի 3-4 փողոց մտածեք, կտեսնեք Golden stomatologia եւ այլն ռադիոլոգ եւ այլն հայերեն բարեր ալչիկան այ բաների վիճակ pedagogan լեզվական քաղաքականության իրականացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի բահանջները խախտելու համար, այսինքն վարչապետեն մինչև նախարար, պատգամավոր, pedagogan մարդիկ պետք է ենթարկվին պատասխանատվության։ Այդ պատասխանատվություն բարը պետք է փոխվի եւ լա դուկանք։ Եթե դուկանք հաստատվի, կսկսի մաքուր հայերենով խոսի, որովհետեւ ներկայիս Հայաստանի մեջ գար համարհվի Հայաստանի Հանրապետության օրենքները ոտնագոհեն չեն հարկեր մեծը մինչև փոքրը հագարակ որ լեզուն հայ ասկի հիմնարար գարուսները մեկն է լեզվի կոմիտեն ինչ պետք է ապահովում է
սույն օրենքի բանջների գադարումը եւ իրականացումը, այսինքն լեզվի գոմիտեն լեզվի քրական հայերենի գադարումը եւ իրակորձումը պետք է գադարել դա, այսինքն բարդատրե, բայց օրենսդրորեն ուժ չունի ատկադարելու հայերենի կանոնագարգումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիագադար գործածությունը, այսինքն գոմիդեն այդչափ իրավասություն ունի թուղթի վրա, ոչ իրականացնելու մեջ։ Հերուստը ռադիոներու ներկայացումներու մշակութային դեղադվական վերլուծական հասարակական քաղաքական Քիդա հանրամատչելի գրթական եւ մարդական գարքերու լեզուն քրական հայերեն լինելու բանջի կատարումը, այսինքն լեզվի գոմիդեն հագրթական հանրագրթական մարզական եւ այլ դեղադվական մարզերու մեջ քրական հայերենի գործածությունը պիտի բարդատրել դա։ Նաեւ գսե նպաստում է Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի չրչանում հայոց լեզվի պահպանմանը, դարածմանը եւ զարգացմանը, այսինքն լեզվի կոմիտե սպիրկի մեջ հայոց լեզվի պահպանումը պիտի գործադրե, դարածումը պիտի գործադրե, զարգացումը պիտի գործադրե։ Ես նման հրաշք բան չեմ լսած, որ իր գրականացվի, ասոնք օրենք են ոչ թե բարձ խոստում, աս օրենքները չի հարկվիր Հայաստանի մեջ, աս օրենքներ, որ խոստում չեն բարձ պերանացի, այլ գրավոր հաստատված Հայաստանի կառավարության կողմէ պետական օրեն հաստատված օրենքը չի հարկվիր, ոչ Հայաստանի մեջ եւ ոչ Սփյուռքի մեջ, ինչ է նպատակ ասոր, այսինքն վարչագարկը չի ծառայեր պետական նպատակներուն, պետական նպատակները մեկն է, որը Սփյուռքի մեջ հայերեն լեզուն պահպանվի, պաշտպանվի, տարածվի, հոգացության ենթարկվի, չի կատարվիր Հայաստանի մեջ, որովհետև բարձր պետական պաշտոնյաները իրենք չեն հարկեր, քրական հայերենով չեն հաղորդակցիր, ինչու ասոնք պետական պաշտոններ ունին, եթե կխախտեն հիմնարար պետական օրենքները։ Հայաստանի վարչագարկի մեջ լրջությունը կբացի, պետք է ծառայե պետության վարչագարկը, պետության ճիշտ օրենքներուն ծառայելով կծառայե ժողովրդին, եւ որ չի հարկեր լեզվի մասին օրենքը, գար համարհե պետությունը, գար համարհե ժողովրդին։ Երգիրը կպատկանի ժողովրդին, պետությունը կազմված է ժողովրդի համացայնությամբ, ժողովուրդն է, որ կանոնագարկած են ատպետության օրենքները, վարչագարկը ծառայ է, ատբաշտոնները, որ ստանձնած են ծառայությունն են, ոչ թե իշխանություն,
Ուրեմն ժողովուրդը գրնա ատ բաշտոնի հասած անցիկ հերացնել իրենց բաշտոնեն, երբ որ չեն գադարել ատ օրենքները։ Եվ ես հոսպաստեցի, որ ներգա Հայաստանի վարչագահի պետական բաշտոնի անցած անցիկ լեզվի վերաբերյալ իրենց բաշտոնները չեն գադարել եւ ոչ էլ լեզվի կոմիտեն, ուստի բաշտոնյամը, որ իր բաշտոնը խճամդորեն չի գադարեր, պետք է հեռանա կամ հեռացվի, որբեսի հայերեն լեզվին պետք եղած կերպով քրական հայերենը Հայաստանի մեջ գործածվի եւ սփյուռքի մեջ գործածվի։ Ժամանակն է, որ հայ ժողովուրդը դեր դառնա իր լեզվին թե Հայաստանի մեջ եւ թե սփյուռքի մեջ։ Ցտեսություն կհանդիպինք հաջորդ անգամ։